Կանանց համար ինձ թվում է ծանր աշխատանք գոյություն չունի, որովհետև մենք երբ վերցնում ենք, ստանձնում ենք որևէ պատասխանատվություն, շատ գիտակցում ենք այդ քայլերի հաջորդականությունը, դժվարությունները։ Մենք պետք է ոչ թե պատրաստի լուծումներ առաջարկենք, այլ պետք է ստեղծենք այնպիսի իրավիճակներ, որ երիտասարդները ցանկանային մնալ։ Լինում են որոշումներ, վստահաբար, որոնք միգուցե մեղմ ասած հարմար չլինեն բոլորի համար։ Մարդկան բացատրվում է, որ խնդիրները շատ են, իսկ լուծելու հնարավորությունները անսահմանափակ չեն։ Կարող ենք ասել կարծրատիպեր, կարող ենք ասել ձևավորված ավանդական համակարգ, անտեղյակությունը կարող է շատ վճռորոշ լինել, որpիսի դու լինես իրոք դասական իմաստով արդյունավետ քաղաքական գործիչ։ Ես երիտասարդների շահերից բխող իմ առաջարկություններով էի ուզում մտնել այս ոլորտ։ Մեր հասարակությունը պատրաստ է եւ ավելին ասեմ, երևի միշտ է պատրաստ եղել։ Ցայք հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հեռուստացրագիրն է։ Ծրագրի շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք Աշոց Քամայինքի ավականու անդամ Մարգարիտ Դանիելյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Դանիելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Դանիելյան, մեծապես ուրախ եմ, որ մեր զրույցը շատ մոտ է լինելու ակտիվ քաղաքացու կերպարի բացահայտմանը եւ քաղաքացիական պատասխանատվության տեսանկյունից որպես հիմք առաջնորդվելու ենք նաեւ մեր զրույցի ընթացքում ելնելով ձեր մասնագիտական ու նաեւ աշխատանքային փորձից կրթության դերի մասին ենք խոսելու։ Եվ այս առումով ուզում եմ նաեւ մի փոքր որպես նախաբան պատմեք ձեր անցած ճանապարհի եւ գործունեության մասին, ինչպես հայտնվեցիք քաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտում հայտնվեցի հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավական ակտիվ հասարակական գործունեությամբ եմ զբաղվել եւ շարունակում եմ զբաղվել եւ այս ոլորտը ինձ շատ հոգեհարազատ էր այն առումով, որ գտնում եմ մարդը եթե ունի առաջարկություններ, եթե գտնում է, որ կարող է ինչ-որ կերպ իր գիտելիքներն ու հմտությունները ի բարօրություն դնել զարգացմանը պետք է օգտագործի այդ հնարավորությունը եւ ինձ ընձեռվեց այդ հնարավորությունը, որը իրենից շատ պարտավորեցնող է եւ ես փորձեցի հնարավորինս աճել զարգանալ այդ ոլորտում եւ շարունակաբար իմ գործունեությունը ծավալել որպես ավականու անդամ։ Ամեն դեպքում, երբ որ մենք խոսում ենք քաղաքականության մասին եւ կնոջ մուտքը քաղաքականություն այս թեմայի շրջանակներում, իրականում մենք տեսնում ենք միայն այն արտաքին շղարշը, որը բավականին հետաքրքիր հասարակական առումով նաեւ հետաքրքրություն ներկայացնող կողմն է։ Ինչ է թաքնված դրա տակ եւ ինչքանով է այն վերածվում ծանր պատասխանատվության եւ նաեւ բավականին այսպես 24/7 ռեժիմով ծանր աշխատանքի, փորձենք մի քիչ բացահայտենք այդ հատվածը։ Ծանր աշխատանք կանանց համար ինձ թվում է ծանր աշխատանք գոյություն չունի, որովհետև մենք երբ վերցնում ենք, ստանձնում ենք որևէ պատասխանատվություն, շատ գիտակցում ենք այդ քայլերի հաջորդականությունը, դժվարությունները եւ այն չափաբաժինը, որով մենք ընդգրկվում ենք այդ process-ի մեջ։ Հետևաբար ես կարծում եմ, որ եթե դու զբաղվում ես որևէ գործունեությամբ, որի արդյունքները նամանավան տեսնելով շատ գոհունակություն ունես ծանրության մասին, չեմ ուզում խոսել, ծանրություն չեմ տեսնում այստեղ։ Այլ բաներ ժամանակի, զբաղվածության, այս դեպքում էլ էլի խնդիրներ չեմ տեսնում, եթե կարողանանք ճիշտ պլանավորել մեր օրը, մեր աշխատանքը համակարգել, հետևաբար ամեն ինչ կկարողանանք ժամանակին հասցնել։ Ծանրության, դժվարության որևէ լուրջ դրսևորման թերևս չեմ հանդիպել եւ մեծ հաճույքով եմ ինձ ընձեռած հնարավորությունը օգտագործում, հուսով եմ դա զգում են նաեւ իմ համայնքի բնակիչները եւ իմ գործընկերները։ Տիկին Դանիելյան, ինչ է իրենց ներկայացնում համայնքային մակարդակում քաղաքական դաշտը։ Ես ենթադրում եմ, որ այն ունի շատ սպეციფიկ իր բոլոր հնարավոր կողմերը, շատ հետաքրքիր դրսևորումները եւ այն դասական տարբերակով քաղաքական դաշտ ասելով, որ մենք ինչ որ մենք պատկերացնում ենք, դա մի քիչ շեղվում է մեր այդ նախագծած օրինաչափություններից։ Կներկայացնեք այդ քաղաքական դաշտի առանձնահատկությունները։ Բարի, յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր բնորոշ առանձնահատկությունները։ Եվ քաղաքական դաշտը ունի իր առանցքը, այդ առանցքի շուրջ ձևավորվում է արդեն տարածքին բնորոշ առանձնահատկություններն ու խնդիրները։
Ինձ թվում է յուրաքանչյուր տարածքը տարբեր է իր խնդիրներով եւ նման է իր ձեռքբերումներով եւ առանցքով։ Այնպես որ եթե կարողանում ենք ճիշտ քարտեզագրել, ճիշտ որոշել մեր խնդիրները, մեր նպատակները, պլանները, հեշտությամբ կարողանում ենք դրանք իրականացնել։ Դե հեշտությամբ ասած մի քիչ բարձրագոճ է հնչում, բայց փորձում ենք դրանք լուծել ու երբ արդեն ունենք ձեռքբերումներ, դա ոգեշնչում է եւ մղում է առաջ ուժ է տալիս շարունակելու մեր գործունեությունը։ Լինում են որոշումներ, վստահաբար, որոնք միգուցե մեղմ ասած հարմար չլինեն բոլորի համար։ Բնականաբար։ Ինչպես վարվել նման իրավիճակում, երբ համայնքում գրեթե բոլորը կամ միգուցե բացառապես բոլորը ձեզ ճանաչում են անձամբ։ Այս դեպքում մասամբ դա հեշտացնում է մեր գործը, ինչ առումով, երբ ճանաչում են ձեզ եւ ունեք համբավ, որ առաջնորդվում եք իշա հասարակության, կարելի է արդեն բացատրել մարդկանց։ Իրենք չեն խուսափի այս դեպքում դիմել, թե ինչու այս հարցին այս որոշումը տվեցիք, եւ ես կկարողանամ սպառիչ պատասխան ներկայացնել, ինչը եւ եղել է իմ պրակտիկայում, թե ինչու ենք այս կերպ վարվել, որովհետեւ երբ մարդկան բացատրվում է, որ խնդիրները շատ են, իսկ լուծելու հնարավորությունները անսահմանափակ չեն, հետեւաբար պետք է առաջնորդվել առաջնահերթությամբ։ Առավել կարևոր խնդիրները, երբ բարձրաձայնում ես, մարդիկ հասկանում են, որ իրենց խնդրից զատ կան շատ ավելի կարևոր առաջնահերթություն պահանջող խնդիրներ եւ հաջորդաբար են այդ քայլերը կատարվում։ Այնպես չէ այդ լուծումները հետաձգվելու են կամ չեն լսվելու, չեն բարձրաձայնվելու։ Ուղղակի յուրաքանչյուր հարցի համար պետք է ժամանակ, որպեսզի կարողանանք յուրաքանչյուրը իրականացնել։ Մարտահրավերների մասին մի փոքր ուզում խոսենք եւ ներկայացնենք, թե ընդհանրապես միջին վիճակագրական իրավիճակում կնոջ դեպքում միգուցե նաեւ չպայմանավորված կին լինելու հանգամանքով ինչպիսի մարտահրավերների միջով կարող է անցնել ցանկացած անձ, ով փորձում է իր կյանքում կայացնել այս կարևոր որոշումը եւ մտնել քաղաքական դաշտ։ Յուրաքանչյուր ոք քաղաքական դաշտ մտնելուց առաջ պետք է հասկանա իր դիրքը այդ դաշտում։ Ինչ է ինքը բերում, ինչպիսի պոտենցիալ ունի, ինչ կարող է առաջարկել։ Այստեղ շատ կարևոր են գիտելիքներն ու հմտությունները, որովհետև միայն որպես կին ներկայանալ եւ մտածել, որ ինչ որ պատասխանատվությունից կարող ես դրանով ազատված լինել կամ ինչ որ շռայլություններ կարող ես քեզ թույլ տալ, ոչ։ Ճիշտ հակառակը։ Այստեղ պետք է գիտակցում, որ դու մտել ես մի ոլորտ, որը շատ պատասխանատու է, ուրեմն համարժեք գիտելիքներ են պետք դրա համար եւ ինքնազարգացման, պարբերաբար կրթվելու հմտություններ են պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակում հավուր պատշաճի ներկայանանք։ Կին թե տղամարդ այդքան շատ չեմ կարևորում, կոմպետենտությունն եմ շատ կարևորում եւ ինքնակրթության, ինքնազարգացման քայլերը շատ եմ կարևորում այս ոլորտում, որովհետեւ անտեղյակությունը կարող է շատ վճռորոշ լինել։ Ի վերջո մենք պատասխանատվություն ենք կրում եւ պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր քայլի։ Դուք շատ հետաքրքիր մի արտահայտություն արեցիք ձեր նոր ասված խոսքում, մարդ, որը պիտի գիտակցի, ինչ է բերում տվյալ քաղաքական դաշտում կամ տվյալ համայնքում մուտք գործելով այս պատասխանատու ոլորտ։ Ձեր կարծիքով ինչի պակասը ուներ ձեր համայնքը եւ դուք ինչ փորձեցիք բերեիք ձեզ հետ, ինչքանով հաջողվեց։ Համայնքի խնդիրների քարտեզագրման արդյունքում մենք հասկացանք, որ ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր հեռավոր գյուղ կամ համայնք ունենք նույն խնդիրները, այն է երիտասարդների արտահոսքը։ Եվ այստեղ մենք պետք է ոչ թե պատրաստի լուծումներ առաջարկենք, այլ պետք է ստեղծենք այնպիսի իրավիճակներ, որ երիտասարդները ցանկանային մնալ, ունենային հնարավորություն իրագործել իրենց գաղափարները, ոչ թե ինչ-որ պատրաստի տարբերակներ առաջարկենք, այլ ընձեռենք այնպիսի հնարավորություն, որ երիտասարդները ցանկանան վերադառնալ կամ մնալ իրենց հարազատ համայնքը զարգացումը ապահովելու համար։ Ինձ թվում է, ես երիտասարդների շահերից բխող իմ առաջարկություններով էի ուզում մտնել այս ոլորտ, որովհետև եթե դպրոցը, գյուղը, չկան երիտասարդներ, չկան երեխաներ, ծնելիությունը անկում է, այստեղ որևէ զարգացման մասին խոսելը ավելորդ է։ Հետևաբար այս խնդիրներին ավելի մոտ իրազեկ լինելով ես փորձեցի մտնել այս դաշտ եւ ինձ թվում է շոշափելի արդյունքներ կան։ Մենք աստիճանաբար մոտենում ենք ձեր աշխատանքի հիմնական թեմային եւ կրթություն, դպրոց եւ ինչքանով է այսօր
դպրոցը պատրաստում ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող այն քաղաքացու կերպարը, որի մասին մենք երազում ենք, որպեսզի մենք ունենանք ավելի ծաղկող եւ բարգավաճող երկիր։ Երիտասարդները մեր ներուժն են, պոտենցիալը ապագան։ Հետևաբար մենք շատ լուրջ պետք է մոտենանք երիտասարդների դաստիարակության կրթության հարցին։ Երևի հետաքրքիր պատահականություն է, բայց ես այս պահին սեմինարի եմ մասնակցել պատանի քաղաքացի թեմայով եւ մենք պետք է խրախուսենք եւ ծրագիր է մշակված ինչպես խմբակի տեսքով մտցնել այս առարկան դպրոց աշակերտների ինքնաճանաչողության, որպես քաղաքացի իրենց պատասխանատվության զարգացման նպաստելու համար։ Հետևաբար մենք պետք է փորձենք մեր սաներին, որովհետև այսօր ինֆորմացիան շատ է։ Ինֆորմացիայի հոսքի կանոնակարգումը կարևոր նախապայման է, որպեսզի երեխաները կարողանան ինքնուրույն տարանջատել կարևոր ինֆորմացիան, գիտելիքների այն հոսքը, որոնք իրենք պիտի կարողանան որպես ապագա քաղաքացիներ կիրառել եւ հմտություններ ձևավորել իրենց, այդ իրենց գիտելիքները ստացած կարողանան իրագործել։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այն գիտելիքը, որը կիրառական չէ, դա ուղղակի ժամանակի ապարդյուն կորուստ է։ Այս պահանջը մարտահրավերը, որ դրված է դպրոցների համար, մենք պետք է կարողանանք հասնել դրան, որպեսզի հետաքրքրենք երեխաներին, կարողանանք իրենց ուղղորդել ըստ իրենց նախասիրությունների։ Դրա համար բավականին հետաքրքիր ծրագրեր կան մասնագիտական կողմնորոշման, առողջ ապրելակերպի, այժմ նաև պատանի քաղաքացի, ձեռնարկատիրական կրթություն, որը կիրառական հմտություններ է զարգացնում երեխաներին, որպես քաղաքացի իրենց պարտավորությունները ճանաչելու, իրենց իրավունքները իմանալու եւ դրանցից խելամիտ օգտվելու համար։ Մենք կարող ենք խոստովանել, որ մենք ունենք բավականին պոտենցիալ ունեցող սերունդ եւ ունենք որոշակիորեն դեռևս ադապտացիոն փուլում գտնվող կրթական գործիքակազմ այս մասով։ Ուզում եմ մենք վերադառնանք գործիքակազմի կարևոր բաղադրիչներից մեկին, որը սովորեցնելն է։ Սովորեցնել դաս սովորեցնել օրինակ ծառայելով։ Պահանջները երիտասարդների, դեռահասների եւ աշակերտների մասով եմ ուզում հասկանամ։ Ինչպես ենք կարողանում ամեն դեպքում այդ գործիքակազմը հնարավորինս կարճ ժամկետներում ադապտացնել այն բուն process-ին, կրթական process-ին, որպեսզի ստանանք մաքսիմալ արդյունք։ Սերունդների տարբերությունը մշտապես գերակա խնդիր է եղել եւ այժմ նոր մարտահրավեր չէ, որ սերունդները փորձում են ամեն դեպքում իրար չեն հասկանում, այսպես ասած, բայց արդի սերունդը շատ հզոր պոտենցիալ ունի, ես հպարտանում եմ մեր սերունդով, մեր երեխաներով, որովհետև տեսնում եմ ներուժ, տեսնում եմ պատրաստակամություն, եթե այս ինֆորմացիոն հզոր դարում երեխաները չկարողանան վերլուծել եւ հասկանալ, գիտակցել կարեւորությունը, չեն կունենա այն, ինչի ակնկալիքը ունենք մենք երեխաներից, պահանջներից։ Մենք էլ պետք է որպես ավագ սերունդ մեր պահանջների մեջ նորից փոփոխություններ մտցնենք, որովհետև կարծրատիպերով մեր նախկին կրթության մեթոդներով մենք չենք կարողանալու ունենալ այն արդյունքը, որը ակնկալում ենք երեխաներից։ Ուստի պետք է ժամանակին համակայլ քայլելու համար հասկանանք մեր առաջ տրված մարտահրավերները, մեր նպատակները հստակեցնենք, մեր մեթոդները եւ ունենք այժմ այդ հնարավորությունները, որպեսզի կարողանանք հնարավորինս բարձր մակարդակով իրագործել այդ խնդիրները։ Իսկ ինչպես է ակնկալում, ինչպիսի ակնկալիքներ ունի եւ ինչպես է ընկալում երիտասարդ սերունդը մեր այսօրվա պահանջները իր հանդեպ։ Ինչպես է տեղի ունենում այդ կոմունիկացիան, արդյոք ստացվում է այդ երկխոսությունը։ Երեխաները, մեր սերունդը արդեն պատրաստակամ է հասարակական կյանքի, որովհետև դեռևս դպրոցական տարիքից իրենց կամավորական գործունեությունը, նախագծային աշխատանքները իրենց կապում են իրական կյանքի հետ, իրական աշխարհի հետ։ Եվ համայնքային գործունեության մեջ ընդգրկվում են երեխաները, իրենք արդեն զգում են, որ իրենք մասն են։ Մենք չենք ասում սպասեք մինչև դառնաք չափահաս, որպեսզի ինչ-որ գործառույթ իրականացնեք։ Հետևաբար դեռևս կրտսեր տարիքից, դպրոցական տարիքից երեխաները հասկանում են, որ իրենք հասարակության մաս են եւ ունեն հասարակության հանդեպ իրենց պարտավորությունները, պարտականությունները եւ իրավունքները։ Ուստի մենք պիտի խթանենք դա։
հնարավոր բոլոր ձևերով։ Մի օրինակությունը բնականաբար տանում է դեպի ճահճացում։ Պետք է գտնենք ոլորտներ, որ հետաքրքրում են տարբեր շեշտերին մեր երեխաների եւ ընդգրկենք իրենց այդ ոլորտները։ Հնարավորինս աջակցենք, բայց ոչ երբեք ուղղորդենք եւ պարտադրենք մեր կամքը։ Ունենանք լսելու հմտություն։ Երբ մենք լսում ենք երեխաներին, շատ ավելին ենք սովորում, շատ ավելի լավ մեթոդների ենք տիրապետում, քան ինքներս կարող ենք մտածել։ Ես ուզում եմ մի փոքր անդրադառնանք համայնքներում տիրող որոշակի մշակույթին, կարող ենք ասել կարծրատիպեր, կարող ենք ասել ձևավորված ավանդական համակարգ, ինչ էլ դնենք վերնագիրը, միևնույնն է մենք խոսելու ենք նույն երևույթի մասին, որտեղ սովորաբար որոշակի ուսումնասիրությունների արդյունքում եւ հանրային դաշտում կանանց մասնակցայնության ցածր տոկոսի մասին է խոսքը։ Այդ ամբողջ դաշտում ուզում եմ հասկանալ, թե իրոք կանայք հետաքրքրված չեն քաղաքականությամբ, հասարակական ակտիվ գործունեությամբ։ Օրինակ ձեր համայնքում ինչպիսին է պատկերը։ Միջին վիճակագրական ես կասեի, այնպես չէ շատ խիստ ակտիվություն է նկատվում եւ շատ խիստ пассивություն է նկատվում։ Յուրաքանչյուրը ըստ իր ոլորտի, ըստ իր հնարավորությունների ընդգրկվում է որևէ բնագավառ իրեն դրսևորելու համար։ Եվ քաղաքականության դռները փակ չեն որևէ մեկի առաջ, եւ հասարակությունն էլ պատրաստական ընդունում է, որ անկախ սեռային պատկանելությունից, թե կինը թե տղամարդը կարող են ունենալ այնպիսի գաղափարներ եւ այնպիսի հմտություններ, որ ի բարօրություն համայնքի կարող են ծառայեցնել։ Հետևաբար ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Մեր հասարակությունը պատրաստ է եւ ավելին ասեմ, երևի միշտ է պատրաստ եղել։ Նախաձեռնություն ուղղակի չի եղել կանանց կողմից։ Կարող է պարտավորությունների շատ լինելուց կամ զգուշավորությունից ելնելով կամ համապատասխան հմտությունների գիտելիքների բացակայությունից, հետևաբար մնում է մի փոքր ինքնավստահություն եւ օրինակը եւս կարեւոր է այս պարագայում, եւ եթե ել եմ ասում, ունեն համապատասխան ներուժ, իր դռները բաց են։ Բնակիչները ինչպիսի հարցերով են հաճախակի ձեզ դիմում որպես թիմ ներկայացուցիչ։ Աշոտքի հիմնախնդիրներից են բնակարանային շինությունը եւ զբաղվածության կենտրոնները, հիմնականում այս հարցերի շուրջ են լինում հանդիպումները։ Սա է հիմնական խնդիրները, բայց լինում են նաեւ երեխաների էքսկուրսիաների, կրթօջախների տեղափոխման, նմանատիպ հարցեր, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ապահովության, խմբակների առաջարկություններ, սպորտ դպրոց է բացվել, առաջարկություններ կան այս կամ այն խմբակը ձևավորելու առումով, այսպիսի հարցեր են հիմնականում։ Եթե փորձենք ընդհանուր առմամբ մի փոքր ամփոփենք ձեր գործունեությունը, դուք ձեր կարծիքով ինչպիսի մշակույթ է բերում իդեմս ձեզ կնոջ ներկայությունը համայնքային կյանքում, ինչն է փոխում, ինչ երանգ է բերում, ինչ նրբերանգ կա այս ամբողջի մեջ։ Համայնքային կյանքում, ինչպես եւ ընտանիքում, կինը պատասխանատու է ավելի մեղմ, ոչ սուր անկյունների համար։ Հետևաբար կինը իր հմտություններից ելնելով, որը բնությամբ է տրված, կկարողանա երևի իրագործել այնպիսի հարցեր, որը տղամարդկանց տեսանկյունից ոչ կարևոր են։ Օրինակ, կնոջ ներկայությունը բերում է մեղմություն։ Կնոջ ներկայությունը բերում է շատ ավելի բարձր մակարդակի հարգանք, միմյանց լսելու առաջարկություններ քննարկելու հմտություններ, այլ տեսանկյունից հարցերին նայելու հնարավորություն, որովհետև եթե բոլորը նույն կարծիք ունեն տվյալ հարցի մասին, այստեղ լճացում է։ Իսկ եթե տարակարծիքություն կա եւ թիմային աշխատանքը շատ ավելի շահում է, ինձ թվում է այս ասպեկտով։ Եվ ի վերջո, եթե փորձենք մի քանի կարևոր հատկանիշ առանձնացնել քաղաքական գործչի կերպարը ամբողջացնելու համար, դուք որ այսպես top 3 հատկանիշները կառանձնացնեք, ինչպիսի հատկանիշներ են անհրաժեշտ, որպեսզի դու լինես իրոք դասական իմաստով արդյունավետ քաղաքական գործիչ։ Ես կարծում եմ, որ քաղաքական գործչի համար շատ կարևորագույն հատկանիշներից մեկն է վերլուծական մտածողությունը, ինքնակատարելագործումը եւ թիմային աշխատանքի կարևորությունը։ Եթե մարդը ունակ չէ լսելու տարակարծությունը եւ միայն իր պրիզմայով է նայում յուրաքանչյուր հարցի, այս դեպքում մենք կծախողենք մեր առաջ դրած խնդիրները։ Թիմային աշխատանքի եւ տարակարծությունը շատ եմ կարևորում ես, ինչպես նաեւ վերը թվարկված այն հատկանիշները, որ պարբերաբար պետք է զարգանանք, մարտահրավերները շատ են։
այստեղ չկա հստակ ձեռք բերված գիտելիք ու վերջվերջակետ։ Սա շարունակական process է։ Ինքնակատարելագործման, ինքնաճանաչման բացահայտման եւ դրանք իշա նպատակի օգտագործելու համար։ Ամեն դեպքում մենք միշտ խոսում ենք կոնկրետ թիմ մարմինների մասին, թիմ մարմինների պատասխանատվության, նաև իրավասության սահմանների մասին։ Ես ուզում եմ այս հարցին նայենք համայնքային տեսանկյունից, որն իրենց ներկայացնում է թիմ եւ բնակիչ ամուր կապը եւ համագործակցությունը։ Որն է այն կարևոր բաղադրիչը, որպեսզի այդ համագործակցությունը ստացվի։ Համագործակցությունը ստացվելու համար պետք է հասանելիությունը, ինչը ապահովում է։ Բարբերաբար հասանելիությունը եւ քննարկումների պատրաստակամությունը։ Եթե մենք լսում ենք մարդկանց, քարտեզագրում ենք խնդիրները, դասակարգում ենք ըստ առաջնահերթության եւ շատ հաճախ նաեւ իրենց լուծումներին ենք ընթացք տալիս, այս կերպ կարողանում ենք հասնել հավասարակշռության հարաբերությունների մեջ, որովհետև եթե հասանելի չլինես, չլսես, ինչպես կարող ենք պատկերացնել այն լավ գլոբալ խնդիրները պատկերացնում ենք, բայց դրան զատ բնակիչը ունի նաև իրեն հուզող հարցեր, որը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանային բարձրաձայնել եւ գտնել համարժեք լուծումներ։ Այս դեպքում ինձ թվում է աշխատանքը ստացված կլինի։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ բաց տեքստով հեռուստացրագին իրականացվում է Նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ։ Կհանդիպենք։